Շնորհակալություն, պարոն վարչապետ, Տիկին Ավանեսյան, իսկ հետագա մեր ժամանակացույցը ինչպիսին է մինչև 28-ի, խնդրեմ դա էլ ներկայացնեք եւ այդ 18-ից 65 տարեկանները ինչպես են օգտվելու այս ամեն ինչից, իրենց էլ այդ ծառայությունները հետագայում հասանելի լինեն։ Նախ 18-ից 65 տարեկանները աշխատող են, ենթադրում եմ, որ նրանք ովքեր աշխատող են եւ մենք ընդհակառակը մեր քաղաքականություններով հիմա փորձում ենք այնպես անել, որ թոշակառուների խթանենք, որպեսզի նրանք աշխատեն։ Թոշակային տարիքի մեկնարկից մինչև 65 տարեկան սեգմենտը ամենաաշխատունակ, ամենագործունակ հատվածն է մեր թոշակառուների եւ մենք մեր քաղաքականություններով ուզում ենք նրանց քաջալերել, որպեսզի նրանք աշխատեն։ Մյուսներին էլ ենք ուզում քաջալերել, որ աշխատեն։ Եվ նրանք, ովքեր աշխատում են եւ գրանցված չեն, ուզում ենք իրանց էլ քաջալերենք, որ աշխատեն։ Նրանք, ովքեր անհուսալի վարկեր ունեն, այդ պատճառով աշխատող չեն։ Դրա համար մենք անհուսալի վարկերի ծրագիրն ենք ներդրել, որ իրանք եւ աշխատեն եւ անհուսալի վարկը փակեն եւ ներառվեն առողջության ապահովագրության մեջ։ Բայց մեծ հաշվով նրանց, ովքեր չեն աշխատում, 18-ից 65 տարեկան են, չեն աշխատում, սոցիալական խմբի անդամ չեն, նրանց կյանքում բան չէ փոխվում։ Այսինքն ոնց կար, տենց էլ կա։ Այսինքն մեր քաղաքականությունն է, որ նաև լրացուցիչ խթաններ ստեղծենք, որպեսզի իրանք աշխատեն։ Համեցեք։ Եթե թույլ տաք, պարոն վարչապետ, շատ կարևոր է, որ այս համակարգը ի վերջո խթանի աշխատելը եւ աշխատող ու վճարող մարդկանց վարքագիծը եւ դա է դրվել հենց սկզբունքը։ Մեզ համար աշխատել չաշխատելու որպես այդպիսի կատեգորիա մենք չունենք։ Եթե անձը ընդգրկված չէ անապահովության համակարգում, 18-ից 65 տարեկան է, ապա նա պետք է իր համար ապահովագրավճարը վճարի։ Եթե անձը աշխատում է եւ ըստ էության, պարոն վարչապետ, ստանում է այսպես ֆորմալ աշխատավարձ, այսինքն հայտարարագրում է իր եկամուտները, հակառակը մենք նրան հնարավորություն ենք տալիս այդ հայտարարագրածից մեծ մասը հետ վերադարձի պես ստանալ։ Այսինքն մեր հիմնական նաև շատ սկզբունքային կետերից էր, որ մեր խրախուսման մեխանիզմները հենց այս վարքագիծը խրախուսեն եւ ոչ թե աշխատել չաշխատելու հարցը դրվի։ Տեսեք, շատ հետաքրքիր թեմայի անդրադարձակ Տիկին Ավանեսյան։ Ենթադրենք մարդը ինչ որ ձևով աշխատում է, ինքնազբաղված է, ինքը եկամտահարկ չի վճարում։ Այսինքն ինքը պետության համար ինքը չաշխատող մարդ է։ Ինքը ինչ հնարավորություն ունի, ինքը հնարավորություն ունի համընդհանուր հայտարարագրով հայտարագրի իր աշխատածը, վճարի եկամտային հարկը, ձեռք բերի, վճարի առողջության ապահովագրության համար եւ այդ վճարածի հատվածը, ինչպես մյուսները, հետ ստանա։ Բայց եթե մարդը ինքը հարկային գործակալ, այդ դեպքում ո՞նց է մարդը վճարելու, որովհետեւ հիմա ենթադրում եմ, որ մյուս աշխատողներին մենք տեսնում ենք եւ իրանց եւ մյուս շահառուներին եւ իրանց ինքնաբերաբար ներառելու ենք համակարգի մեջ։ Երբ որ հիմա մարդը որոշեց, որ ասեցա ոնց որ հետաքրքիր բան է, ես գնամ եկամուտս հայտարարագրեմ կամ հայտարարած եկամուտս հաստատեմ, ինքը որ խողովակով է գալու ինտեգրվի համակարգին։ Պարոն վարչապետ, ինքը եթե անհատ ձեռնարկատեր է, ապա անհատ ձեռնարկատիրոջ կողմից ինքը կհանդիսանա իր հարկային գործակալը, ինչպես այսօր է թե հաշվետվություններ է ներկայացնում եւ թե վճարումներ անում։ Եթե անհատ ձեռնարկատերել չի, ուղղակի անհատ է, որը 28 թվականից կընդգրկվի, այսինքն մեր վերջին խումբն է, դա գյուղացիական տնտեսություններում զբաղվածներն են եւ այլն, անձը ինքը պիտի ուղիղ վճարում իրականացնի ապահովագրական հիմնադրամին ամսական նույն կտրվածքով։ Եվ այստեղ հենց պարոն վարչապետ ներողություն կոմունալ վճարի նման պետքա վճարի։ Այո, այսինքն մենք երրորդ տարում գալու ենք նրան, որ ինչպես ասացի, եթե անձը սոցխումբ չի, հաշմանդամ չի, տարիքը 18-ից 65 է, միևնույնն է պետք է վճարի ապահովագրության համար։ Հիմա շատ ավելի լավ է, որ նա իր եկամուտները հայտարարագրի եւ ընկնի պետության
մյուս աջակցության, այսինքն խրախուսման հատվածի մեջ եւ կարողանա սոցկրեդիտներից օգտվի եւ այլն եւ այլն եւ այլն։ Շատ լավ։ Համեցեք մանթոր։ Շնորհակալություն պարոն վարչապետ, ես կարճ կլինեմ, բայց երկու կարևոր արձանագրում եմ ուզում անել։ Նախ սա իրոք ամենամեծ բարեփոխումն է մեր անկախությունից ի վեր առողջապահական համակարգում եւ պետք է մենք գիտակցենք դա եւ ամենամեծ բարեփոխումներից մեկն է ընդհանրապես մեր երկրում տեղի ունեցած։ Այս շատ կարևոր է, ինչու եմ ասում, որտեղ 90-ականների կեսից այս փորձը արվել ներդրվել, բայց չի ստացվել ու մենք հույս ունենք, որ մեր մոտ կստացվի։ Եվս մեկ փաստարկ, որ անհետաձգել է։ Երկրորդը, տեսեք, մենք թռուցիկ ենք անցնում քաղաքացիների խմբերի, որոնք որ ներառվում են համակարգ, բայց այդտեղ շատ կարևոր մի արձանագրում եմ ուզում անենք։ Մենք նշում ենք հատկապես 65+-երի մասով, դա մոտ 400,000-ից ավել քաղաքացիներ են, որոնք այսօր մի մասը առնվազն չունեն, եթե այլ կարգավիճակ չունեն, օրինակ հաշմանդամության խումբ կամ անապահովության բալ։ Եվ երբ որ մենք նաև մեր քաղաքացիներից լսում ենք, թե օրինակ ինչու չենք բարձրացնում կենսաթոշակները այնքան, որ ավելի հեշտ լինի իրենց կարիքները օգնել, դրա մի ծանր մասը կամ մեծագույն մասը հենց առողջապահական ծառայություններն են։ Եվ մենք այո, թեկուզ այլ գործիքներով բարձրացնելով կենսաթոշակը հետ վճարի համակարգով ինչ որ չափով, մենք հնարավորություն ենք տալիս մեր 100,000-ավոր քաղաքացիների օգտվել այն ծառայություններից, որոնք կյանք փրկող են եւ որոնք ամենամեծ բեռն էին իրենց ծախսերի մեջ։ Սա շատ կարեւոր արձանագրում է, որովհետեւ սա դրանով նրանք նաև գումար են ազատելու իրենց այլ կարիքները եւ ոչ միայն իրենք, նաև իրենց ընտանիքի անդամները, երեխաները եւ կամ հարազատները։ Եվ վերջում մի բան ենք անում, որ մենք հիմա երրորդ կարգ ունեցող հաշմանդամներին եւ միջին ֆունկցիոնալության սահմանափակում ունեցող քաղաքացիներին, որոնք էլի թվով շատ են, մոտ էլի 100,000-ի կարգի, տալիս ենք ամենամեծ փաթեթը՝ ի տարբերություն այսօրվա գործող ավելի փոքր փաթեթի, առնվազն 2 տարով, որպեսզի նաև նրանք էլ հասկանան, թե ինչ լավ է առողջության ապահովագրությունը, հետագայում իհարկե որոշումներ կկայացնենք այդ մասով, այսինքն մենք շատ մեծ ընդլայնում ենք այս սոցիալական երաշխիքները, ես հաշվեցի մոտ 800,000 քաղաքացու համար։ Իմիջայլոց, պետպատվերով հիմա թոշակառուների 65+ թոշակառուների քանի հոգի է, որ շահառու է։ Պարոն վարչապետ, մենք այդպիսի շահառուների խումբ չունենք, եթե մարդը հաշմանդամության առաջին, երկրորդ կարգ չունի եւ այլ անապահովության բալ չունի, թոշակառուն մեզ համար պետպատվերով ծառայություն չի ստանում։ Այսինքն ստացվում է, որ մենք կարողա պարզվի, իհարկե շատ մոտավոր աչքաչափով եմ ասում, կարողա պարզվի 350-400,000 թոշակառուի համար բացում ենք ծառայությունը, հասանելի ենք դարձնում, որը իրանց համար հասանելի չէր, կարողա պարզվի 450,000-ը, կարողա պարզվի 350,000-ը, կարողա պարզվի 300,000-ը, բայց որ թվի կարգը այսպեսին է, այդ միանշանակ այդպես է, միջարոց մենք այս շեշտադրումը չենք կարել, որ նախկինում պետպատվերի մեր համակարգը 65+ թոշակառու շահառուի խումբ չունի, ինքը պետքա լրացուցիչ հաշմանդամություն, սոցիալական որոշակի խումբ, որպեսզի հիմա մենք ուղղակի մի քայլով 65+ բոլոր թոշակառուներին ներառում ենք համակարգ։ Եվ սա շատ կարևոր է նաև մեր բյուջեի քննարկումների տրամաբանության, մեր ծրագրերի եւ դրանց կատարման, որտեվ եթե բառացի ենք վերաբերվում, եկեք գնանք տողերը կարդանք, տեսնենք ինչ են գրել, ինչի մասին են գրել եւ այդտեղ կտեսնենք, որ բովանդակային առումով շատ հետևողական եւ հսկայական բան է, որովհետեւ 65+ տարեկան մարդ ամենակարևոր ծախսը եւ ամենաշատ ծախսը ինչի մասին է, դեղերի մասին է, առողջապահության մասին է։ Եվ կներեք ինչ որ առումով, եթե պարզի որ ծխելու հատվածն է մի ուրիշ մասը, հա այդ թվում մենք կարող ենք ասել, գիտեք ինչ, մենք այդքան էլ հակված չենք այդտեղ լրացուցիչ ֆինանսավորում անել։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։